Բժշկուհի, ինչ խնդիրներ կարող են լինել չոր մաշկի դեպքում և արդյոք կա դրան լուծում։ Շատ լավ հարց տվեցիք, չոր մաշկի ժամանակ իհարկե խնդիրները ավելի ծերացման խնդիրը ավելի մեծ է, քան յուղոտ ճակոտ մաշկի դեպքում, եւ առաջին ծերացման նշաններից է մանր միմիկային կնճիռների հայտ գալը։ Չոր մաշկի ժամանակ կարող են առաջանալ հեշտությամբ առաջանալ մազանոթային պաթոլոգիաներ, պիգմենտացիաներ, կարող է զարգանալ ատոպիկ դերմատիտ, այսինքն չոր մաշկի հետևանքով առաջացած խնդիրները շատ ավելի մեծ են եւ առաջին վախը հենց ծերացումն է։ Այդ իսկ պատճառով, երբ որ տեսնում ենք առաջին միմիկայի մանր կնճիռները, դիմում ենք մասնագետի, իհարկե կան շատ տարբեր մեթոդներ։ Առաջին մեթոդը դա մաշկի խորը խոնավեցումն է, բիոռևիտալիզացիան, որ այսպես ասած ջրում է մեր մաշկը։ Կարող է աշխատել նաեւ մաշկի էլաստիկության, բացի խոնավեցնելուց մաշկի էլաստիկության վրա, որտեղ չոր մաշկը շուտ էլաստիկությունը կորցնում։ Այդ դեպքում կատարում ենք ներարկումներ, կաթնաթթվային, գիդրոքսիապացիտովա ներարկումներ։ Այսինքն մեթոդները շատ տարբեր են, իսկ խնդիրը լուծելի։